Բարի լույս, սիրելիներ, Մատթեոսի ավետարանի 10-րդ գլխում մեր Տեր Հիսուս Քրիստոսի այսօրվա պատգամն է ուղված մեզ բոլորիս։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի նման խորագետ եղեք և աղավնիների պես միամիտ։ Զգույշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ադյաններում կտանջեն։ Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։ Բայց երբ ձեզ մատնեն, չմտահոգվեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր հոր հոգին, որ կխոսի ձեր միջոցով։ Ուրեմն սիրելիներ, եղեք խորագետ օձերի նման և միամիտ աղավնիների պես։ Կարևոր պատգամ է յուրաքանչյուր քրիստոնյային։ Քրիստոնեությունը սխալ ընկալողներին թվում է, թե քրիստոնեությունը դա միայն խոնարհների համար է։ Այն մարդկանց, ովքեր պիտի գլուխները կախեն ամեն ինչի առաջ։ Եվ երբ փորձում ես հագադարձել, երբ փորձում ես ասել, որ ճշմարտությունը այդտեղ չէ, ասում են, տես է, համ քրիստոնյա է, համ հոգևորական է, համ էլ մի հատ էլ մեզ հագադարձում է։ Դուք պետք է խոնարհ լինեք և աղոթեք, ուրիշ բան չպիտի անեք։ Բացարձակ անհետեթություն։ Քրիստոնեությունը խորագետների համար է, օձերի նման խորագետների համար է։ Հետևաբար նախ և առաջ մենք պետք է այդ խորագիտությունը ունենանք այս աշխարհի անարդարության, կեղծիքի, ստի մեջ ճիշտ շարժվելու, խորագետ լինելու, զգույշ լինելու, արթուն լինելու մտքով։ Բայց միաժամանակ չմոռանանք, որ աշխարհը թունավորող է, վարակիչ է, և եթե աղավնիների նման միամտություն չպահենք, ուրեմն պիտի վարակվենք և նմանվենք աշխարհին։ Փառք Տիրոջը, որ մեզ առաջնորդում է թոհուբոհով, նեղ ճանապարհով, փշոտ ճանապարհով, թողնելով մեզ մեր մաքրության, անարատության և հնարավորինս անմեղության մեջ։ Այսօրվա խորհրդի պատգամը այս է, սիրելիներս։ Բացեք ձեր իմաստության դռները, խնդրեք Տիրոջը, որ խորագիտություն տա ձեզ, այսօր մանավանդ այս աշխարհում ճիշտ շարժվելու համար։ Միաժամանակ չմոռանաք Տիրոջ ներկայությունը, նրա Սուրբ Հոգու ներկայությունը ձեր կյանքի մեջ, որպեսզի պահեք ձեր միամտությունը, պարզությունը և սրբությունը, որովհետև մեկը մյուսին ոչ թե խանգարելու են, այլ լրացնելու են։ Պատկերացրեք, քրիստոնյան իմաստուն է, խորագետ և նաև պարզ ու սուրբ։ Ինչպիսի գեղեցկություն և ինչպիսի հաղթանակ։ Իսկ թե ինչ պիտի անենք և ինչպես պիտի անենք, ինչպես պիտի պայքարենք, Տերը ասում է. Հոր հոգին, որ ձեր մեջ է, ինքը պիտի ձեր փոխարեն ամեն բան անի։ Ուրեմն վստահեք ձեր կյանքը Սուրբ Հոգուն, սիրելիներ, Սուրբ Հոգու միջոցով շարժվեք և հանգիստ ու խաղաղ եղեք, որովհետև Տերը գիտի մեզ ուր է տանում, երբ է տանում և ինչպես է տանում։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։